Դուք ինչ կարծիք ունեք Փարաքարի եւ Գյումրիի ընտրությունների մասին։ Շատ լավ։ Շատ պարտությունից։ իհարկե իսկ ինչի պիտի ինքը հաղթեր, ինչքան հաղթեց, երևակայի շատ ճոխ էր իրանց համար եւ բացի այդ վերջապես ընդդիմությունը մի բռունցք դարձավ եւ կարողացավ հաղթահարել այդ շեմը։ Շատ ուրախ եմ, որ անգամ Գյումրիում այդ 4 ուժերը միավորվեցին, չնայած ոնց հասկացա մինչ հիմա պարզ չի ով կլինի քաղաքապետ, բայց 4-ից որ մեկն է լինի շատ լավ տարբերակներ են։ Կարևորը չդավաճանվեցին եւ միավորվեցին։ Երևակայում Մարտուն Գրիգորյանը իմ կարծիքով կլինի, բայց եթե անգամ ինքը չլինի, կարևորը որ 4-ով համախմբվել են, ես շատ ուրախ եմ դրա համար։ Այո, կարևորը որ լինի ընդդիմությունը, իսկ Փարաքարի հետ կապված այս ներկայիս ընտրված շատ լավ տարբերակ էր, հենց ինքը արժանի էր, որ այդ պաշտոնում ընդգրկվեր եւ ոնց ասեմ, վերջապես արդարությունը հաղթահարեց այդ շեմը, չկարողացան ներսում դավաճաններ գտնեն եւ արդար գնաց ընտրությունները։ Եթե ինչ-որ խախտումներ էլ նկատեցի on-line տարբերակով, ոնց հասկացա ավելի շատ ԿՊ-ի կողմից էր, ավելի շատ իրենց կողմից էր այդ խախտումները գրանցվել, քան թե ընդդիմությունը հակառակ պայքարում էր, որ չլինի խախտումներ։ Մինչև վերջ ատամներով մարդիկ պահած պայքարեցին այդ արդարությունը, ես շատ ուրախ եմ։ Շատ Կարծում սա կլինի արդյոք 2026-ի ընտրությունների անասը։ Եթե այս նույն ձևով, ոնց որ Գյումրիում ու Փարաքարում արեցին, որ ընդդիմությունը համախմբված հաղթահարեց այս շեմը, բնականաբար, արդեն, այսինքն այնպես չի Գյումրին փոքր քաղաք է, մեծ քաղաք է, մեծ ընտրազանգված ունի, Փարաքարն էլ փոքր համայնք չէր, մեծ ընտրազանգված ուներ, չէ՞ որ ժամանակին ԿՊ-ն այնտեղ անդադ հաղթահարում էր այդ շեմը եւ ընտրվում էր իրենց թիմակիցները։ Իսկ հիմա ինչ պատահեց, որ իրանց թիմակիցները չընտրվեցին, երևի այդ խնդիրը իրանց մեջ փնտրեն եւ երևի իրանք հասկանան, որ իրանց մեջ ավելի շատ կան մի քանի լարի վրա ապարողներ եւ կան հիասթափվողներ եւ կան որ էլ չեն մանիպուլացվում իրենց կողմից, արդեն հասկանում են եւ հետ քայլ են անում, քանի շուտ է, երևի արդեն վտանգը են։ Դրա համար արդեն արդարությունը հաղթահարում է այս շեմը եւ շատ լավ է իհարկե։ Վաղը մյուս օր կլինի Երևանը, մյուսը կլինի Վանաձորը, կլինի մնացած մարզերում կլինեն մեծ քաղաքները, մարզերը կլինեն, ինչու՞ չէ։ Փոքր քայլերից է սկսվում ամեն ինչը եւ սա փոքր քայլ չէր չնայած, սա բավականին մեծ քայլ էր, որը որ երկու տարածքում միանգամից ընդդիմությունը առաջ գնաց։ Ու շնորհավորում եմ իրենց